Իմ սիրելի ժողովուրդ, եկել եմ լավ նորությունով, լսենք։ Amazon-ը գալիս է Հայաստան։ Խոսքը վերաբերվում է Amazon Web Service-ին, AWS-ին, որը Amazon-ի հսկան է, cloud, AI, data եւ բարձր տեխնոլոգիական լուծումներով։ Եթե AWS-ը խորացնում է իր ներկայությունը Հայաստանում, դա նշանակում է, որ Հայաստանը կարող է դառնալ առավել հետաքրքիր տեխնոլոգիական հարթակ AI-ի, cloud-ի, ստարտափների եւ իհարկե թվային բիզնեսի համար։ Փաստացի Amazon-ը մեծացնում է իր ներկայությունը Հայաստանում եւ վստահ եմ, որ դա կունենա շղթայական դրական ազդեցություն։ Իհարկե կունենա շղթայական եւ դրական ազդեցություն, ասեմ ավելին։ Այն որ ասում էին, 300 աշխատատեղ ենք բացելու։ Հիմա դուք պատկերացնում եք, ինչ կամպանիաներ, ինչ ֆիրմաներ են գալու մեր պետության մեջ արտադրամասեր դնեն։ Որովհետև ճանապարհներն են բացվում նախ առաջինը, երկրորդը Amazon-ն է լինելու, որը on-line այդ ապրանքը ավտոմատ գցրի, ձեր ժողովրդական բառերով ասեմ, որ դուք հասկանաք։ Ժողովուրդ ջան, ես տղաներ գիտեի, որ հոյակապ կոշիկներ էին կարում, այստեղ խանութ բացեցին, Ռուսաստանում էլ բացեցին, բայց իրանց գործը չգնաց, որովհետև ամեն մի կոշիկը մեծ ջանքեր էր պահանջում, որպեսզի այդպիսի ստիլնի, սենց ասեմ, ու որակով կոշիկ կարեին, եւ ինչ, փակվեցին մարդիկ, որովհետև շուկա չկար, հասկանում եք։ Իսկ հիմա պատկերացնում եք, Amazon-ը երբ որ գա Հայաստան, արդեն գալիս է, որի համար շնորհավորում եմ, ամեն արտադրող կարա մի ամսվա մեջ դառնա միլիոնատեր։ Ամեն մի արտադրող, մի հատ sense չգիտեմ, հետաքրքիր ասեղ հորինեք, սկսեք արտադրել, չեմ անում, հետաքրքիր չոտք ստեղծեք, սկսեք արտադրելը, էսի ձեզ Օզոնն ու Viber-ը չի։ Էսի Amazon-ն է, ժողովուրդ ջան, աշխարհով մեկ ձեր ապրանքը կտարածվի, կվաճառվի։ Այնպես որ ստեղծագործողներ, սկսեք ստեղծագործելը։ Անկամ մեր նկարիչները կարող են դառնալ միլիոնատեր, որտեղ այնքան զակազ կստանան, նենց որ դավայցե, սկսեք։ Միայն թե ժողովուրդ ջան, կրթվեք, որպեսզի ճիշտ օգտվեք, որպեսզի ճիշտ ձեր ապրանքը ներկայացնեք, որովհետև դա էլ պետք է արվի պրոֆեսիոնալ, որպեսզի ձեր այդ համով նկարը իրոք այնպես նկարվի, որ համացանցում դնելուց մարդը ընկալի թե դա ինչ է, որովհետև շատ դեպքերում կամերան չի փոխանցում ապրանքի որակը, իրական տեսքը, չափսերը, դրա համար դուք պետք է շատ ճիշտ մոտենաք այս հարցին եւ սովորեք օգտվել համացանցից եւ համացանցով ձեր ապրանքները գովազդել։ Սովորեք, ժողովուրդ ջան, սովորեք։ Հիմա կարող ասեն, Մերի ջան, գիտես ինչքան ենք տանջվել Օզոնի հետ, Վալբերիսի հետ, մինչև ստեղծել ենք, մինչև դրել ենք եւ այլն, հասկանում եմ, ժողովուրդ ջան, հասկանում եմ։ Ամբողջ կյանքն է պայքար։ Դուք առավոտից իրիկուն քայլում եք, ուտում եք, խմում եք, ման եք գալի եւ այլն, բայց առավոտից մինչև մյուս առավոտ առանց քնելու ձեր օրգանիզմը պայքարում է վիրուսների, բակտերիաների դեմ։ Ու չի տրտնջում։ Նենց որ ամբողջ կյանքն է պայքար։ Ու եթե չլինի այդ պայքարը, չլինի այդ շարժը, չլինի կյանք։ Այնպես որ ամեն ինչ նորմալ է։ Պրոստը ավելի պոզիտիվ նայեք այս հարցին ու դռները կբացվի ու ամեն ինչ ավելի հեշտ կստացվի։ Չլինի այդ պայքարը, չլինի այդ շարժը, չլինի զարգացում, ժողովուրդ ջան, որովհետև հիմա տեսեք, Վալբերիսն ու Օզոնը թողեցին ձեզ առանց եկամուտի ու ինչ հաստատում, իրենք ձեզ դրթեցին, որ դուք ել ավելի աճեք ու դուք աճելու եք։ Այսինքն ինչ որ մի վատ բան որ կատարվում է, դրան հետևում է ինչ որ լավ բան։ Եթե դուք չտխրեք, դուք այդ լավ բանը կտեսնեք։ Որովհետև չկա չարիք առանց բարիքի։ Միշտ էլ չարիքը լինում է, որպեսզի մենք բարիքը ստանանք։ Ամբողջ կյանքն է զեբրա։ Ինչու եմ վստահ sense ասում, ինչ կամպանիաներ կգան մեր երկիր, որովհետև նախ առաջինը ժողովուրդ ջան, աշխատուժը մեր մոտ ավելի էժանակ, քան թե Եվրոպայում կամ Ամերիկայում։ Դրանով մենք իրենց համար շատ հետաքրքիր կլինենք, իսկ մեր համար իրանց տված աշխատավարձները շատ բարձր կլինի։ Ուստի արտադրված պրոդուկտը կունենա ավելի էժան սիբիստոյմս, sense ասեմ, առավել եւս որ ճանապարհները բացվում է, լոգիստիկայի հարցերը լուծվում է, որովհետեւ առաջ լոգիստիկան միայն ինքնաթիռով էր, իսկ դա համարվում է ամենա բարձր գին ունեցող լոգիստիկան, ու այսպես մենք զարգանալու ենք, մեր ժողովուրդը սկսելու է նորմալ ապրել։ Ես երեք բուկվալն եմ դրեցի, որ հրաժարվում եմ Վալբերիսից եւ Օզոնից ու ջնջել եմ իմ հեռախոսներից, ու այսօր լսում եմ այս նորությունը, սա գիտեք ինչ ասում, ժողովուրդ ջան։ Երբեք ով ուզում է որ գնան, երբեք մի վազեք իրանց ստոպ տակ։ Հակառակը դուռ բացեք, մի հատ էլ բարի ճանապարհ մաղթեք։ Որովհետև եթե դու հանգիստ բաց ես թողում այն ինչ որ քեզանից գնում է, դու դրա կրկնակին ես հետո Աստծուց ստանում։
Իհարկե Օզոնն ու Վալբերիսը ավելի շատ մտածեցին իրենց պուտլերի մասին, քան թե ասենք իրենց բիզնեսի մասին։ Փորձեցին նվաստացնել հայ ժողովրդին, բայց իրենք կերան։ Նենց որ թող քարտեզը բացեն ու հասեն չասեն, թե ուր գնան։ Հայաստան է գալիս, Ամազոնը։ Օտակ ոտ, ասեցի կիսվեմ ձեր հետ իմ ուրախությունը։ Ու այս ամենի համար իհարկե անչափ շնորհակալ եմ մեր կառավարությանը, Նիկոլ Փաշինյանին, էկոնոմիկայի նախարարին, տեխնոլոգիաների նախարարին։ Տղերք, հալալա ձեզ։